Չկա։ Չիլնի։ Փաշինյանի այս հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ հայկական գյուղմթերքի արտահանման վերաբերյալ անորոշությունները կրկին սրվում են, հատկապես ծիրանի արտահանման ակտիվ սեզոնին։ Այդ շուկայի հետ կատակ անելը, սա ծանր հետևանքները կերևան, որ հուլիսի վերջերից, օգոստոսի կեսերից տասնյակ հազար գյուղացիական տնտեսություններ ոչ թե սնականալու են, հաջորդ տարի նրանք այս գյուղատնտեսության թեմայից դուրս են մաղնելու։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տվյալներով հունիսի 1-ից 25-ը Հայաստանից արտահանվել է 1071 տոննա ծիրան։ Ըստ նախարարի այդ ծավալի մոտ 90% արտահանվել է վերջին 1 շաբաթում բերքահավաքի ակտիվ փուլում։ Ծիրանի արտահանման թեմայի վերաբերյալ կառավարության նիստին խոսել է նաև արտաքին գործերի նախարարը։ Ընդհանուր առմամբ, բայց մասնավորապես մրգերի, բանջարեղենի, հատապտուղների եւ նաեւ ծաղիկների համար այս նոր շուկաների փնտրտուքը իսկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ տեղերում, կարող եմ Եվրոպական միության շուկան նշել, կարող եմ Կենտրոնական Ասիան նշել եւ արաբական երկրներ, ասենք օրինակ Իրաքը եւ նաեւ անմիջական հարևանները, Թուրքիան օրինակ նաեւ։ Սակայն պաշտոնական լավատեսական գնահատականները ամբողջությամբ չեն արտացոլում պատկերը։ Իրական վիճակը առավել հստակ երևում է նախորդ տարվա ցուցանիշների համեմատությունից։ 2025 թվականին Հայաստանից արտահանվել է ավելի քան 41,000 տոննա ծիրան։ Այդ ծավալի գրեթե 36,000 տոննան կամ շուրջ 86%-ը վաճառվել է Ռուսաստանի շուկայում։ Այլ կերպ ասած, հայկական ծիրանի գրեթե 9/10 կախված է եղել մեկ ուղղությունից։ Այս պայմաններում, երբ ռուսական վերահսկող մարմինները խստացնում են ստուգումները եւ պարբերաբար խնդիրներ առաջացնում հայկական ապրանքների մուտքի համար, կրկին ակտուալ է դառնում հարցը. արդյոք Հայաստանին հաջողվել է գտնել այլընտրանքային շուկաներ, թե արտահանման կառուցվածքը շարունակում է մնալ նույնքան խոցելի, որքան նախկինում։